Պաշտպան հայրենյաց ծրագրով ծառայության անցնող զինծառայողները լրացուցիչ ատեստավորում անցնելու կարիք չեն ունենա։ Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվել է զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որի համաձայն վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը։ Պաշտպան հայրենյաց ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներն ատեստավորված են համարվելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով, պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի։ Ատեստավորման process-ը անցավ իր փուլերը եւ հիմա էլի կապված բանակի ու ծառայության գրավչության հետ ինքը անցնում է հաջորդ փուլը, իսկ գրավչությունը շարունակական պետք է լինի, պայմանագրերը հնարավորություն կտան արդեն ընտրություն կատարել պայմանագիր ունեցող 5-ամյա ծրագրերում պայմանագիր ունեցող զինվորական մասնակցություն ընտրածներին ավելի գրավիչ պայմաններում շարունակել իրենց ծառայությունը, երբ որ ծառայության ժամկետը ավելանալով նրանք ըստ էության կյանքի ինչ-որ էտապում որոշում կայացնեն մնալ զինված ուժերում եւ իրենց գիտելիքները ծառայեցնել բանակի ապագա զարգացումների վրա։ Հայաստանի ռազմաուսումնական հաստատություններն ավարտած ու համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով։ Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից։ Ներկայումս պաշտպան հայրենյաց ծրագրով շուրջ 4000-ից ավելի պարտադիր ժամկետային զինծառայողներ են անցել պայմանագրային զինվորական ծառայության եւ այս հոսքը ավելացման միտում ունի, որի կապակցությամբ առաջարկվում է պաշտպան հայրենյաց ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար եւս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն։ 2 տարվա դեպքում 1.5 միլիոն, 5 տարվա դեպքում 5 միլիոն դրամ։ Պաշտպանության նախարարի խոսքով նախագիծը միտված է պաշտպան հայրենյաց ծրագրով ծառայություն անցնող զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայությունը շարունակելու գրավչությունն ապահովելու, ինչպես նաև պրոֆեսիոնալ բանակի անցման անհրաժեշտությամբ։ Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգությունը պատշաճ ապահովելու, քաղաքացիներին հասնող բացասական տեղեկատվությունը նվազեցնելու, ինչպես նաև տեսալուսողական մեդիայի ոլորտում առկա իրավական կարգավորումները կամ բացերը լրացնելու եւ հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով կառավարությունն առաջարկում է սահմանել նոր կարգավորումներ տեսալուսողական մեդիայի մասին օրենքում։ Տեսալուսողական մեդիայի մասին օրենսդրությունը, որը ընդունվել է 20 թվականի հուլիսին, հիմնականում ՑՊԱՀ-ը կարգավորում է հանրային մուլտիպլեքսի տիրույթը, իսկ դուք գիտեք, որ օրեցօր ավելի ու ավելի շատ մյուս մակարդակներում են մեր քաղաքացիները սկսում օգտվել տարատեսակ մեդիա կոնտենտ ստանալ, ինչը նշանակում է, որ օրեցօր այս օրենքը ավելի ու ավելի քիչ թվով շահառուների համար է կարգավորումներ նախատեսում։ Նախարարի խոսքով օրենքում նախատեսվող նոր փոփոխություններով առաջարկվում է հանրային մուլտիպլեքսի համար գործող կարգավորումները տարածել նաև ցանցային օպերատորների տիրույթում հեռարձակվող հեռուստահաղորդումների եւ հեռուստածրագրերի վրա։ Մեկ այլ փոփոխությամբ էլ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հնարավորություն կունենա սանկցիա կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ այն պարագայում, եթե արձանագրվեն առերևույթ խախտումներ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից։ Կարգավորող մարմինը հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հնարավորություն կունենա սանկցիա կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ այն պարագայում, եթե արձանագրվեն առերևույթ խախտումներ Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից, որի պարագայում վարույթը հարուցվելու պարագայում ցանցային օպերատորը պետք է տվյալ հաղորդումը այլևս չհեռարձակի մինչև այն պահը, երբ որ վերջնական որոշումը կայացված կլինի։ Առաջարկվող նախագծող կարգավորող պետական մարմինը կսահմանի տեսալուսողական հաղորդումների նկատմամբ տարածվող չարաշահման արգելքների չափորոշիչներ, իսկ խախտումների պարագայում հանձնաժողովը կունենա իրավական հենք որևէ սանկցիա կիրառելու համար։ Իրավախախտումների համար սահմանվել են նաև տուգանքի ձևով պատժամիջոցներ, ցանցային օպերատորի լիցենզիայի գործունեության կասեցում եւ դադարեցում։ Էկոնոմիկայի նախարարությունը հետայսու կունենա ապրանքի ծագման հավաստագիր տրամադրելու լիազորություն։ Օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ։ Այս գործառույթը իրականացնում է առևտրաարդյունաբերական պալատը, որը ըստ էության
պետական վերահսկողությունից դուրս է եւ այս առաջարկով այս օրենքի փոփոխությամբ առևտրաարդյունաբերական պալատի կողմից իրականացվող ֆունկցիան վերապահվում է էկոնոմիկայի նախարարությանը, այսինքն այն ինչ անում է առևտրաարդյունաբերական պալատը իրականացնելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը իդեմս էկոնոմիկայի նախարարության Օրենսդրական կարգավորման արդյունքում կհաստատվեն միատեսակ թափանցիկ եւ թվայնացված գործընթացներ, որոնք կբարձրացնեն վարչարարական եւ տնտեսական արդյունավետությունը, կապահովեն միջազգային ստանդարտներին համապատասխանությունը եւ կնպաստեն Հայաստանի արտասահմանյան եւ ներմուծման ոլորտի կայուն զարգացմանը։ 2027 թվականի հունվարի 1-ից կարգելվեն առևտրի հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես վաճառքներում, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքերում պոլիէթիլենային տոպրակների ու տոպրակների պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների եւ սպասքի վաճառքը կամ արկայությունը։ Բացառություն է սահմանված աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրված պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչային պլաստմասիկ տարաների համար։ Հավելեն, որ մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանում ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական եւ տնտեսական կարևոր քայլ է, որպես պատասխանատու եւ կայուն զարգացման սկզբունքներին հավատարիմ պետություն։ Արգելքը խախտելու համար սահմանվել է պատասխանատվություն առաջին անգամ խախտելու դեպքում նախազգուշացում, իսկ երկրորդ եւ հաջորդող դեպքերի համար տուգանք 100-ից 150 հազար դրամի չափով։ Սահմանային անցակետերում բեռնատարերի հերթերի պատշաճ կառավարման նպատակով կառավարությունն առաջարկում է պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերից ոչ ավելի քան 20 կիլոմետր հեռավորության վրա նախատեսել վճարովի կայանատեղիների կազմակերպման գործունեություն, որի շրջանակում կգործի հերթերի կառավարման, ավտոմոտ էլեկտրոնային համակարգ բեռնատար տրանսպորտային միջոցների շարժի հաշվառման, հերթագրման, անցման կետ մուտք գործելու թույլտվության տրամադրմանն ուղղված անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման նպատակով։ Ուսումնասիրել ենք ԵՄ երկրների եւ Վրաստանի փորձը, ինչպես նաև հարցում ենք իրականացրել բեռնափոխադրմամբ զբաղվող տնտեսվարողների շրջանակներում։ Հարցմանը պատասխանել են շուրջ 45 բեռնափոխադրմամբ զբաղվող սուբյեկտներ, որոնց պատասխանների համաձայն հարցվածների շուրջ 87%-ը պատասխանել է, որ հաճախ են հանդիպում հերթերի։ Շուրջ 67%-ը պատասխանել է, որ միջինում հերթի սկզբից մինչև մաքսային կետ մուտք գործելը տևում է մոտ 3 ժամ, իսկ 73%-ը պատասխանել է, որ մաքսային անցման կետերի մոտակայքում բեռնատար տրանսպորտային միջոցների վճարովի կայանատեղի անհրաժեշտությունը առկա է։ Կառավարության կողմից կսահմանվեն հերթերի կառավարման համակարգին միանալու կարգը, կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողներին ներկայացվող պահանջները, Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը, հերթերի կառավարման համակարգին միանալու նպատակով ներկայացվող դիմումի բովանդակությունը։ Բժշկական ծառայությունից օգտվելիս քաղաքացիներին կտրամադրվի ՀԴՄ կտրոն եւ ամբողջ տեղեկատվությունը կհավաքագրվի Արմետ համակարգում։ Առաջարկը հեղինակել են քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանը։ Լուծում է նախ այն հարցը, որ այլևս այդ հաշվապահությունը չի ծանրաբեռնվի տվյալ բժշկական կենտրոնի հաշվապահությունը չի ծանրաբեռնվի ՀԴՄ տրամադրելու գործով, եւ երկրորդ ամենակարևորը նաեւ, որը կոռուպցիոն ռիսկ է զսպում մասնավորապես այս համապարփակ առողջապահական ապահովագրության մեխանիզմը արդեն ներդնելուց հետո, դա այն է, որ մասնավոր դեպքերը նույնպես արդեն Կերևան Արմետ միասնական տեղեկատվական, այսինքն ցանցում։ Եթե վճարումն իրականացվել է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով, ապա այս դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա ունենալը կդառնա պարտադիր։ Քննարկված նախագծերը ազգային ժողովը քվեարկությամբ ընդունել է։ Ազգային ժողովը հերթական նիստում քննարկել է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին Հայաստան խմբակցության հեղինակած ազգային ժողովի որոշման նախագիծը։ Խմբակցության քարտուղար Արծիվիկ Մինասյանը նշել է, որ Հակոբ Հակոբյանը լինելով հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ, առաջին AM լրատվական կայքին տված հարցազրույցում քաղաքական գնահատականներ է հնչեցրել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հասցեին եւ այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով։ Եթե ցանկություն ունի պարոն Հակոբյանը զբաղվել քաղաքականությամբ, թող դուրս գա, ելնենք իրար հետ բանավիճենք։ Ինչպես ձեր հետ ենք բանավիճում, քաղաքական գործունեությամբ եք զբաղվում, բանավիճում ենք։ Բայց ինչ իրավունք ունի անկախ պետական մարմնի անդամը, որը սահմանադրությամբ պարտավոր է ցուցաբերել չեզոքություն, զսպվածություն,
նման գնահատականներ հնչեցնի։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննարկել է այդ հարցազրույցի ընթացքում Հակոբ Հակոբյանի խոսքի մի քանի հատված, սակայն խախտում արձանագրվել է դրանցից միայն մեկով։ Հարցազրույցին Հակոբ Հակոբյանը հանդես չի եկել ի պաշտոնե եւ հարցազրույցավարի կողմից ներկայացվել է որպես բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի մշակույթի նախկին նախարար։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանն ընդգծել է, որ ինքը հակադաշնակցական չէ, երբեք չի եղել ու հավելել, որ դաշնակցության մասին խոսել է պատմական կտրվածքով։ Ես իրավունք ունեմ, մտավորական եմ, պարտավոր եմ։ Ես պարտավոր եմ 1915 թվականի մեր ողբերգությունը դիտարկեմ ոչ միայն որպես քաղաքական իրողություն, այլ ստուգեմ, վերլուծեմ, փորձեմ հասկանալ դրա պատմական գաղափարական հիմքերը։ Հիշեցնեմ, Սարոյան եղբայրներ ֆիլմում երկու եղբայր են, Գևորգը ու Հայկը։ Գևորգը դաշնակցական եւ հետեւաբար անկախական, եւ Հայկը բոլշևիկ եւ հեղափոխական։ Խնդիրն այն է, սիրելիներս, որ դուք Գևորգից վերածվել եք Հայկի։ Խնդիրը այդ է։ Խնդիրն այն է, որ դուք սկսել եք մահկամ ազատությունից, ավարտել եք 004 շրջաբերականով։ Դուք պետք է կարողանաք տարանջատեք Հակոբ Մովսես մտավորական եւ Հակոբ Հակոբյան սահմանադրակ ինքնավար մարմնի անդամ, որը ունի որոշակի գործառույթներ։ Ձեր գնահատականը հակասում է, ասկան ձեր ոչ թե գնահատականի էությունը, այլ գնահատական տալը հակասում է մարմնի անդամ լինելու իրավունքների եւ պարտականությունների հետ։ Դուք էլ ստեղ կանգնած խոսում էիք եւ դալիճը ձեզ հարցեր էր տալիս, որոնք ուղղված էին Հակոբ Մովսեսին, ոչ թե Հակոբ Հակոբյանին։ Ինչ է ասել պարոն Հակոբ Մովսեսը ըստ էության ինտերվյուների ժամանակ, նա փորձ է կատարել վերլուծության ենթարկել Հայաստանի պատմաքաղաքական զարգացումը վերջին 200 տարիների ընթացքում, ինչը բացարձակապես իմ կարծիքով բխում է ցանկացած մտավորականի տեսլականից։ Ինչի է այն այդքան մեծ աժոտաժ առաջացրել, չեմ կարող ասել։ Բացառությամբ նրա, որ երևի թե որոշ մտքեր հոգու խորքում դուք եք կիսում։ Հայաստան խմբակցության անունից ելույթում падգամավոր Գեգամ Մանուկյանն անդրադարձել է դաշնակցության հասցեին հնչած քննադատություններին եւ անհամաձայնություն հայտնել որոշ դիտարկումների առնչությամբ։ Դաշնակցությունը 135 տարի աշխատել է մի տիրոջ համար եւ այդ տիրոջ անունը հայ ժողովուրդ է։ Հիմա անկախության դեմ եւ պետականության դեմ վերջին տարիներին իշխանությունը հաճախ է օգտագործում դաշնակցությունը մեր պետականության դեմ է աշխատում։ Իրականում ոչ թե պետականության դեմ է աշխատում, այլ պարզապես իշխանությունը իրեն եւ պետականությունը նույնացնելով իր դեմ եղած քննադատությունները փորձում է իրենից տեղափոխել պետականությանը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ ընդգծել է այն հանգամանքը, որ Հակոբ Հակոբյանն իր ելույթներում եւ հարցուպատասխանի ընթացքում կարևորել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունն ու անկախ մարմինների, պաշտոնյաների կոռեկտության պահպանման անհրաժեշտությունը։ Լավ, բա մահկամ ազատությունը ինքնիշխան պետության մեջ ում է ուղղված։ Ումից եք դուք ուզում ազատագրվեք դաշնակցությունը այս հարցին պիտի պատասխան տա։ Դա ձեզ հետապնդելու է, չեք կարա վերացական չի, պարոն Մանուկյան դա։ Ես ուզում եմ ասել, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը չի մասնակցելու հարցի քվեարկությանը եւ չենք մասնակցի։ Իսկ մեր որոշումը պայմանավորված է ավելի լայն քաղաքական համատեքստով, ոչ միայն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ, բայց նաեւ այն մոտիվացիաներով, այն քաղաքական նպատակադրումներով, որոնք որ ընդդիմադիր խմբակցությունը այս հարցը բերել է օրակարգ։ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման որոշման նախագծին կողմ են քվեարկել 28 падգամավոր, արդյունքում ազգային ժողովի որոշումը չի ընդունվել։